Շատ լարված եւ շատ անորոշ մթնոլորտ է։ Ոչ միայն հանուն ընտրությունների, բայց հիմնական process-ը դա վերարտադրվելու այդ իշխանության մասով։ Դա իշխանության մասով։ Այն մասով ասեք։ Հոգեվորականների կողմից։ Հա։ Դե հոգեվորականների հոգեվորականներին պաշտպանող քաղաքական միավորներ, ես չգիտեմ դուք ինչ առնչություն ունեք այդ process-ին։ Ես շատ ուղիղ, որովհետև լինելով մկրտված այդ եկեղեցում դժվար է պատկերացնել այլ դիրքորոշում ունել, քան սատարել եկեղեցուն։ Նորից ոչ թե կաթողիկոսին, այլ եկեղեցուն տվյալ դեպքում։ Տեսեք, քաղաքականացրել են process-ը քաղաքական ուժերը, երբ որ դու որպես քաղաքական ուժ, որպես իշխանություն հատկապես ունես գործիքակազմ, որը օգտագործում ես ոչ ըստ նպատակահարմարության, դու ինչ որ իմաստով գնում ես նաև սահմանադրության խախտման։ Այս իշխանությունները գնում են միջամտելով եկեղեցու կյանքին, եկեղեցականների կողմից խոսքի սադրանք չի եղել գոնե, հայտարարությունների տեսքով սադրանք չի եղել այդ քաղաքական process-ը մեջ ներքաշելու։ Ինչպիսի սադրանք էլ որ լինել, դու իշխանություն ես, դու ունես այնպիսի լծակներ, որով կարող ես ցանկացած հարց, նախ դու պիտի գնաս բանակցելու, որովհետև դա օտարի եկեղեցին չի, դա քո պատմության մի մասն է եւ քո իրողության մի մասն է։ Դա մի կողմից։ Այսքան ինչու ձգեցի, որ հարցնեմ։ Հիմա այնինչ տեղի է ունենում արդեն իրավական դիրույթում, քաղաքական, գնահատական պետք է տալ, այսինքն իրավական։ Իրավական։ Սա բացի քաղաքական այն մարդիկ, ովքեր հիմա այդ process-ով անցնում են, քաղբանտարկյալ պիտի կոչվեն, թե ոչ։ Ոչ բոլորը։ Կան մարդիկ, անգամ եթե դու քաղաքական գործունեությամբ ես զբաղված եւ շատ բուռն տենց եւ ճանաչելի ես, միշտ չի որ քաղաքական գործի կալանավորումը կարող է համարել քաղաքական բանտարկյալներ, բայց կան իրավիճակներ, որ այո, հոգեվորականների մի մասը բաքուր դասական, դասագրքային քաղաքական բանտարկյալներ են։ Ես կարող եմ իրենց սիրել ու չսիրել, բայց դա չի կարող գնահատականի վրա որևէ հետևանք ունենալ, հա։ Դա միանշանակ է։ Մենք բոլոր ժամանակներում ունեցել ենք քաղաքական բանտարկյալներ, բայց կարծում եմ, որ այս ծավալի եւ այս բովանդակությամբ քաղաքական բանտարկյալներ մենք դեռ չենք ունեցել։ Հոգեվորականների բանտարկությունը բառացիորեն, առանձին դեպքերում բառացիորեն ոչ մի բանի դիմաց, դա իսկապես լուրջ չի։